Բարի եւ ողջյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեցու սուրբ ու զորավոր անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ խնդրում Տիրոջը, որպեսզի իր սուրբ հոգով գործի մեր մեջ, հպվի մեր կյանքերին, իր կենթանի շունչը դնի մեր մեջ։ Հակոբոս Դամակի առաջին գլխի 5-ից 8-րդ խոսքերում այսպիսի բան է ասվում. Եթե ձեզանից մեկը իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է եւ նրան կտրվի։ Միայն թե թող նա, այսինքն խնդրողը, հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ քո ողորմության գահի առաջ եւ Տեր գոհանում եմ այս խոսքերի համար, որոնք ճշմարտությունն են, ասված քո սրտից, որ մեզ ես փոխանցել։ Եվ ուզում եմ Տեր շնորհակալություն ասել, որ քեզ մոտեցողին, քեզ խնդրողին դու չես նախատում, այլ դու արձագանքում ես եւ մեծահոգաբար ու շնորհով տալիս ես։ Տեր, խնդրում եմ բժշկի մեր հավատքը, մեր թերի, մեր հիվանդ, մեր քայքայված, գրեթե կիսամեռած հավատքը բժշկի, ազատագրի կասկածամտությունից, անհավատությունից, որպեսզի մենք հավատքով կարողանանք մոտենալ քեզ, առանց կասկածելու, ծովի ալիքների նման չլինենք, մեկ այս կողմ խփվենք, մեկ մյուս կողմը խփվենք։ Որովհետև Տեր դու ասում ես կասկածողին, անհավատին ոչինչ էլ չի տրվի, որ մենք անհաստատ չլինենք մեր հավատի մեջ, անհաստատ չլինենք մեր վերաբերմունքի մեջ քեզ հետ եւ մեր ակնկալիքից քեզանից։ Տեր, հաստատի մեզ կենթանի հավատքի մեջ, ճշմարիտ հավատքի մեջ, հավատք, որ հիմնված է քո վրա, քո հավատարմության վրա, քո խոստումների վրա, որտեղ մեր հավատքի հեղինակը եւ կատարողը Տեր դու ես։ Հավատք զարգացրու մեր մեջ, օգնի Տեր, որ մեր հավատքը հասունացնենք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի 12-րդ գլխի ընթերցանության եւ մեկնաբանության շարունակությանը։ Մինչև այդ ասեմ, որ արդեն մի քանի տարի է, 3 տարի եւ մի քիչ ավել, ես գրեթե ամեն օր մեկնաբանություններ եմ թարգմանել, ձայնագրել ու կիսել եւ շատերի համար մեծ օրհնություն է եղել։ Ես գիտեմ, որ օրհնություն է եղել եւ ինձ համար։ Բայց ես հիմա հասկանում եմ, որ մենք նոր սեզոն ենք մտնում եւ Տիրոջ կամքն է, որ այն չլինի ամեն օր, այլ լինի օրը մեջ, գուցե 2 օրը մեջ, կտեսնենք։ Եվ այս ընթացքում Տերը խոսում է ամենքի սրտերի հետ եւ ասում. ժամանակն է որդիս, ժամանակն է դուստրս, որ դու անձամբ մոտենաս ինձ։ Կողքից մեկնաբանություններ լսելը, քարոզները լսելը շատ կարևոր է, բայց ամենակարևորը անձնապես Աստծո հետ հարաբերություններ հաստատելն է, անձնապես Աստծո խոսքը կարդալն է եւ այդպես Աստծուց լսելն է։ Իմ քաջալերանքը, սրտիս աղոթքը այն է, որ այն օրերին, երբ իմ մեկնաբանությունները չկան, ձեր կյանքում չլինի դատարկություն, այլ ձեր ձեռքում լինի Աստծո գիրքը եւ դուք ուղիղ զրույցի ու հաղորդության մեջ մտնեք երկնային Հոր հետ, Աստծո հետ, առանց վախենալու։ Արեք մի քայլ եւ նա 10 կանի դեպի ձեզ։ Դա Աստծո խոստումն է։ Օրհնում եմ յուրաքանչյուրիդ։ Իսկ հիմա շարունակենք ընթերցել։ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկթովք։
Նրանք բացի երեխաներից 600,000 չափ հետիոտն տղամարդիկ էին։ Նրանց հետ ելավ նաև խառնի ճաղանճ մի բազմություն և ոչխարների և արջառների շատ մեծ հոտեր։ Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթդ խմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին 430 տարի։ Երբ 430 տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիները ու նրանց սերունդները։ Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. Սա է զատկի կանոնը, ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլպատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։ Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։ Այն պետք է ուտվի մեկ տան մեջ, միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոչ մի ոսկորը չջարդեք։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա։ Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլպատվի և դրանից հետո մոտենա զատիկը կատարելու, և նա կհամարվի երկրի բնիկ, որովհետև ոչ մի անթլպատ դրանից չպետք է ուտի։ Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մեկ օրենք պիտի լինի։ Իսրայելի բոլոր որդիները արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին, այդպես էլ արեցին։ Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։ Հայր Աստված, փառահեղ Տեր, ամենակարող, սուրբ և ողորմած Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Տեր, իմ աղոթքն այն է, որ այսուհետև լսողների ականջը քեզ պատկանի, ոչ թե ինձ։ Տեր իմ Աստված, իրենց ապավենը, իրենց ուղղությունը լինեմ ոչ թե ես, այլ դու, որովհետև ես մարդ եմ արարված, իսկ դու արարիչն ես։ Ես քո ծառան եմ, իսկ դու Տերն ես, և դու ես նրանց հայրը, և նրանք քո պատկերով են ստեղծված, և քո արյունն է իրենց համար թափվել, Տեր ջան, թող որ ես որպես ուղեցույցի իմ վրա իրենց հույսը չլինի, այլ քո վրա, Տեր ջան, ամեն սխալ այդ հոգևոր կապերը քանդի, Տեր իմ Աստված, և ամեն մեկը թող կապնվի քեզ հետ քո սիրո կապերով, վստահելով քեզ, կառչելով քեզանից, հետևելով քո ամեն մի խոսքին և կատարելով քո ամեն խոսքը, և թող քո օրհնությունը իրենց վրա լինի։ Իսրայելցիները հեռանում են Եգիպտոսից։ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոքթովք, նրանք բացի երեխաներից 600,000-ի չափ հետիոտն տղամարդիկ են։ Սա Աստծո բոլոր ասածների ու Մովսեսին տված խոստումների կուլմինացիան էր։ Աստծո առաջնեկը, Իսրայելի ժողովուրդը այժմ ազատ էր, և Փարավոնը ու Եգիպտոսի բանակները չէին կանգնեցնում նրանց, երբ նրանք ուղևորվում էին դեպի Սոքթովք։ Մոտ 600,000 տղամարդիկ, չհաշված երեխաներին։ Այստեղ չի ասվում չհաշված կանանց, բայց այն փաստը, որ ասում է հետիոտները միայն տղամարդիկ էին, նշանակում է, որ այս 600,000-ի մեջ չէին մտնում ոչ կանայք, ոչ երեխաները։ Ու եթե հաշվի առնենք կանանց ու երեխաներին, կստացվի մոտավորապես 2 միլիոն մարդ ոտքով դուրս եկան Եգիպտոսից և բռնեցին ավետյաց երկրի ճանապարհը։ Բայց մենք կարդում ենք նաև, որ ասում է, որ նրանց հետ ելավ նաև խառնի ճաղանճ մի բազմություն։ Սա նշանակում է, որ իսրայելցիները միայն իրենք չէին, որ Եգիպտոսից դուրս եկան, այլ նրանց հետ դուրս էր եկել նաև որոշ եգիպտացիներ
ու նաև օտարականներ, որոնք ապրում էին Եգիպտոսում, որովհետև նրանք տեսել էին Իսրայելի Աստծո զորությունը, նրա կենդանի լինելը, նրա զորավոր լինելը, մեծ լինելը եւ հավատացել էին, որ նա է միակ ու ճշմարիտ Աստվածը եւ որոշել էին Իսրայելի մաս կազմել եւ Իսրայելի հետ դուրս գալ եգիպտացիների չաստվածների իշխանության տակից։ Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթ խմոր հացեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով ժամանակ չէին ունեցել եւ իրենց համար պաշար էլ չէին արել։ Կրկին Աստված հնազանդությունը դարձրեց անհրաժեշտություն անթթ խմոր հացի դեպքում։ Աստված հրահանգել էր, որ պիտի թթխմոր չօգտագործեն, որպեսզի շտապով կարողանան դուրս գան, ոմանք գուցե չէին լսել, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ ոնց էլ պտտվենք, Աստված մեզ բերում կանգնացնում է այնտեղում, որ մենք պիտի հնազանդվենք։ Երբ որ մենք չենք հնազանդվում, Աստված բերում է այնպիսի իրավիճակներ, այնպիսի կարիքներ, որտեղ մենք ստիպված ենք հնազանդվել։ Հնազանդությունը բան չի, պայմանական չի։ Աստված պահանջում է հնազանդություն։ Տերը կարգում է, որ Պասեքը, Զատիկը իսրայելցիների համար որպես հանդիսավոր տոնակատարություն լինի։ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին 430 տարի։ Երբ 430 տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։ Եգիպտոսից ելքը սկսվեց Եգիպտոսում Իսրայելի ժողովրդի գտնվելու 430 ամյակի օրը։ Սա ուշագրավ ապացույց է, որ Աստված հաճախ կատարում է իր խոստումները նախորդ կամ նախկինում մարգարեացված իրադարձությունների տարեդարձների ժամանակ։ Ծննդոց գրքի վերջում 50-րդ գլխի 20-ից 24-ից 26-ում կարդում ենք Հովսեփի խոսքերը։ Եթե հիշում եք, Հովսեփն էր, որ եղբայրների կողմից վաճառվեց ու հայտնվեց Եգիպտոսում, 20 քանի տարի անցկացրեց բանտում, կեղծ ու սուտ վկայությունների պատճառով, բայց հետո մեկնելով փարավոնի ծառաների երազները, նա բարձրացվեց մեծ պաշտոնի, դարձավ փարավոնի աջ ձեռքը եւ փրկեց Եգիպտոսի եւ շրջակա երկրները սովից Աստծո առաջնորդությամբ եւ իմաստությամբ։ Արդյունքում նրա ընտանիքը Քանանից եկավ եւ այդ ժամանակվա փարավոնը մեծ պատիվ տվեց նրանց, ասեց մնացեք Եգիպտոսում ապրեք, եւ նրանք ապրեցին ու զարգացան ու աճեցին Եգիպտոսում, բայց ժամանակի ընթացքում երբ Հովսեփը մահացավ, հաջորդիվ փարավոնները մոռացան Հովսեփի արած բարիքը իրենց համար եւ սկսեցին ատել իսրայելցիներին եւ ստրկացրեցին։ Բայց Ծննդոց գրքի վերջում, մինչև Հովսեփի մահանալը, Հովսեփը այս խոսքերն է ասվում, ուղղված այն ժամանակ իր ընտանիքի անդամներին, որոնք դեռ շատ քիչ թվով մարդիկ էին։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ, Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից եւ կտանի այն երկիրը, որ երթվեց տալ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին»։ Հովսեփը երթում անել տվեց Իսրայելի որդիներին ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ, իմ ոսկորները այստեղից հանեք»։ Հովսեփը մեռավ 110 տարեկան հասակում, նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոստումը հիմա իրականանում է։ 430 տարի անց կատարվում են այս խոստումը եւ երբ Աստծո ժողովուրդը դուրս էր գալիս Եգիպտոսից, նրանք նաեւ իրենց հետ վերցնում են Հովսեփի աճյունը, Հովսեփի ոսկորները, ինչպես որ խոստացել էին, չնայած որ այստեղ դա չի նշվում այս պահին։ Եվ 400 տարի անց տեղի էր ունենում Հովսեփի խոսքերը ու Աստծո խոստումը։ Աստված այցելել էր իր զորությամբ եւ իր ժողովրդին հանում էր Եգիպտոսի երկրից։
Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիները ու նրանց սերունդները։ Աստված նախատեսել էր, որ այս իրադարձությունը լինի Իսրայելի համար իր փրկagorցման կատարած այդ փրկagorցման հիշատակը։ Այս իմաստով Եգիպտոսից ազատագրումը հին կտակարանի Քրիստոսի խաչվելու իրադարձությունն էր, հա։ Եգիպտոսից դուրս գալ արտահայտությունը այս պահից հետո Աստվածաշնչում կրկնվում է 56 անգամ։ Աստված ուզում էր, որ իր ժողովուրդը հիշի Իսրայելի Եգիպտոսից ազատագրումը, եւ պետք է հիշեին նաեւ, որովհետեւ լինելու էր Քրիստոսի խաչելությունը, իրական ազատագրումը Աստծո ժողովրդին։ Որտեւ այս ամենը, ինչ հիմա էր տեղի ունենում Եգիպտոսից, նախանշանն էր այն ամենի, ինչ Տերը անելու էր Հիսուս Քրիստոսով։ Հիմա Աստված բացատրում է Պասեքի զատիկի կարգը։ Տերն ասաց Մովսեսին եւ Ահարանին. «Սա է զատիկի կանոնը, ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլպատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։ Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։ Որպեսի որևէ մարդ իրավունք ունենար մասնակից լինելու զատիկին, ապա այդ մարդը պետք է ինքն իրեն Իսրայել ժողովրդի մասը դարձներ, ցանկանար, դառնալ։ Թլպատության ուխտը կատարելը եւ զատիկին մասնակցելը նույն փաթեթի մասն էին կազմում։ Այսինքն, ըստ իսրայելական կարգի, ավելի ճիշտ ըստ Աստծո կարգի, որ Աստված ավանդել էր Աբրահամին, եթե որևէ օտարական ցանկանում էր Աստծո պաշտպանությունը, ուզում էր զատիկին մաս կազմել, ապա նա պետք է թլպատվեր, որպեսզի համարվեր Աստծո ժողովուրդ։ Թլպատությունն էր ավանդվել Աբրահամին։ Այսօր էլ չես կարող Տիրոջը պատկանել, չես կարող Քրիստոսին պատկանել, եթե չես ընդունում Աստծո զատիկի գառին, Հիսուս Քրիստոսին, ու չես պատկանում նրան։ Այն պետք է ուտվի մեկ տան մեջ, միսը տնից դուրս չպիտի հանեք։ Զատիկը նշվում էր ընտանեկան մակարդակով։ Յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք պիտի նշեր զատիկը։ Եվ զատկի ոչխարի ոչ մի ոսկորը չջարդեք։ Զատկի գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր։ Ինչու՞, որտև սա նախանշանն էր Հիսուս Քրիստոսի, վերջնական զատիկի գառին, որի ոչ մի ոսկոր չկոտրվեց, նույնիսկ իր խաչելության ժամանակ։ Կարդանք Սուրբ գրային գրությունները, որ խոսում են այդ մասին։ Սաղմոս 22:17 խոսքը. Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։ Հովհաննես Ավետարանի 19-րդ գլխի 31-ից 36-ում կարդում ենք. Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ էր, եւ որպեսի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որտեվ այդ շաբաթը մեծ տոնն էր, զատիկի տոնն էր, Պիղատոսին խնդրեցին, որ խաչվածների սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջին խաչյալի սրունքները, ապա նրա հետ խաչ հանված մյուսինը, բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, եւ նրա սրունքները չկոտրեցին։ Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ Եվ սա տեսնողը վկայեց, եւ նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսի դուք եւս հավատաք։ Այս բաները տեղի ունեցան, որպեսի իրականանա գրվածը, նրա ոսկորը չպիտի փշրվի։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա, այսինքն Իսրայելի ողջ ժողովուրդը առանց բացառության պետք է նշեին զատիկը։ Բոլոր նրանք, ովքեր Իսրայելի մաս էին կազմում, պետք է նշեին
զատիկի փրկագնումը։ Մենք չենք կարող լինել Աստծո ժողովրդի մաս եւ չմասնակցել զատիկին։ Եվ ես նկատի չունեմ մեր ֆիզիկական մասնակցությունը։ Քրիստոնյաների համար զատիկը նշանակում է այս ամենը եւ ավելին։ Առաջին Կորինթացիների 5-րդ գլխի 7-ից 8 խոսքում ասվում է. «Հին խմորը մաքրեք, որպեսի նոր անթթ խմոր զանգված լինեք, որովհետև մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց»։ Քրիստոսը պետք է լինի մեր կյանքի թթխմորը, որ մենք Քրիստոսին նմանվենք եւ աշխարհից տարբերվենք ու ազատվենք։ Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարեք, ոչ էլ չարության եւ անձգամության խմորով, այլ անկեղծության եւ ճշմարտության անթթ խմոր հացով։ Մեղքի պատճառով մենք չարության ու անձգամության ու պղծության ու անմաքրության խմորով ենք խմորված, բայց երբ մենք ընդունում ենք Քրիստոսով, գալիս է նոր խմորը, կյանքի խմորը, անկեղծության, ճշմարտության, մաքրության խմորը։ Այդ թե ինչու Քրիստոսը մեր զատկի գառը մենք պետք է լիովին ընդունենք մեր կյանքի բոլոր ոլորտներ։ Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա եւ ուզենա տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլպատվի եւ դրանից հետո մոտենա զատիկը կատարելու եւ նա կհամարվի երկրի բնիկ, որովհետեւ ոչ մի անթլպատ դրանից չպետք է ուտի։ Տեղացու եւ ձեր մեջ բնակվող օտարականի համար մեկ օրենք պիտի լինի։ Այս մասին արդեն խոսեցինք, բայց սա օգնում է մեզ հասկանալ, որ գոյություն ունի փրկագնման Աստծո կողմից դրված կարգ, որ Աստված է որոշել, եւ այդ կարգին ցանկացած ոք, ով ցանկանում է փրկագնվել, պետք է հետևի։ Զատիկի գառը Հիսուս Քրիստոսն է։ Փրկագնումը միայն նրա սուրբ արյունով է, ուրիշ ճանապարհ չկա։ Եթե ուզում ես փրկագնվել, ապա ծնկի նրա խաչի առաջ եւ ընդունի նրա զոհողությունը։ Եվ Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով մենք դառնում ենք Աստծո ժողովուրդ, Աստծո առաջնեկ, Աստծո Իսրայել, ոչ թե ազգությամբ իսրայելացի, այլ Աստծո ժողովուրդ, մի ժողովուրդ եւ մեկ թագավոր, Հիսուս Քրիստոս։ Եվ այդպես ելքը Եգիպտոսից սկսվում է։ Իսրայելի բոլոր որդիները արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին եւ Ահարոնին, այդպես էլ արեցին։ Իսրայելը պահեց Աստծո պատվիրանները, որոնք Մովսեսը փոխանցեց նրանց։ Նրանց հավատքն ու հնազանդությունը այդ պահին փրկեցին իրենց առաջնեկներին, թալանեցին եգիպտացիներին եւ ազատագրեցին նրանց Եգիպտոսից։ Մեր ելքը մեղքի կյանքից, մեղքի իշխանությունից սկսվում է այն պահին, երբ մարդը ընդունում է Քրիստոսին, խոստովանում իր մեղքերը, ապաշխարում ու դարձի գալիս։ Բայց այն չի ավարտվում այս կյանքում։ Դա ընթացք է, որ մենք անցնում ենք։ Ելքը սկսվում է։ Մեղքի իշխանությունը մեր կյանքից քանդվում է հենց այն պահին, երբ Քրիստոսին ենք ընդունում։ Քրիստոսի թթխմորն է մտնում մեր մեջ։ Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։ Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, այն մեկ օրում ծնված մի ազգ դարձավ։ Մինչ այդ նրանք ազգ չէին, նրանք մարդկանց խումբ էին։ Եգիպտոսում անցկացրած 430 տարիները կարծես հղիության ժամանակաշրջան լինեին։ Նրանք Եգիպտոս եկան 70 հոգով եւ հիմա մեկնում էին մոտ 2 միլիոն մարդ։ Պատուհասները նման էին ծննդաբերությունից առաջ առաջացած երկունքի ցավերին, եւ հիմա Իսրայելի ազգը ծնվեց։ Օրհնյալ լինի Տերը իր փրկագնման, իր զորության համար, եւ որ ծնեց Իսրայելի ազգին, որից եկավ Հիսուս Քրիստոսը, որտեվ Իսրայելով եկավ փրկությունը։ Օրհնյալ լինի Իսրայելը, օրհնյալ լինի Աստված, օրհնյալ լինի ամեն քրիստոնյա, որ նոր Իսրայելի մաս է կազմում։ Ամեն։